Զաշո, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, ամեն շաբաթ ավանդույթի համաձայն մեր տաղավարից խոսում եք անցնող շաբաթվա կարևոր թեմաների շուրջ, սա տարեվերջային եթեր է նաև, խնդրեմ ինչ ունեք այսօրվա համար։ Մինչ եթերը սկսել, այսօր Միքայել Սրբազյանը Ես արդեն պատրաստվել էի, շնորհավորել, ողջունում եմ։ Կենտրոնում էին տարբեր գործիչներ, Շիրակի թեմը եւ իրենց շնորհավորանքն էին փոխանցում Սրբազյանին։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, հետևորդներ, նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհավորել Միքայել Սրբազյանի ծննդյան տարեդարձը, մաղթել նրան քաջ առողջություն այս ծանր եւ փորձություններով լի պայմաններում։ Մենք գիտենք, որ Միքայել Սրբազյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում, գիտենք, որ նրա առողջությունը վատ է եւ ամենաառաջինը, որ կարելի է մաղթել, առողջությունն է, համբերությունն է մեր Սրբազյանին, որ նա վստահ ենք, որ կկարողանա այս իրավիճակը հաղթահարել, կկարողանա ամուր լինել եւ ուժեղ կամք դրսեւորել։ Չեմ կարող Սրբազյանին լավ օր մաղթել, որովհետեւ օրվա իշխանությունները ամեն ինչ արել են, որ մեր շատ հայրենակիցներ ամեն օր սկսեն վատ օրով, բայց համենայն դեպս եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Սրբազյանի ծննդյան տարեդարձը եւ մաղթել նրան ամենալավն ու բարին, թող Աստված պահապան լինի մեր Սրբազյանին եւ մնացած բոլոր սրբազաններին, ովքեր հավատարիմ են մեր կրոնին, մեր եկեղեցուն, մեր վեհարանին եւ վեհափառին։ Սկսենք մեր մնացած թեմաները, շարունակենք մեր եթերը։ Նախ եւ առաջ ես կցանկանամ խոսել Նիկոլ Փաշինյանից եւ նրա նոր ձեռքբերումներից ճակերտների մեջ ասած։ Մենք ինչպես գիտենք, Խաչատուր Սուքիասյանի բենզալցակայաններում արդեն ադրբեջանական բենզին է վաճառվում։ Նաև այս քանի օրը հետևում եմ, թե ինչպես են մարդիկ արտահայտվում ադրբեջանական բենզինի հետ կապված, որ գինը ցածր է։ Շատ ամաչում եմ, որ կան հայեր, ովքեր կարող են կարծիք հայտնել, որ թքած ունեն ամեն ինչի վրա, կարևորը չգիտեմ, վառելիք է էժան լինի, ինչ կարևորա որտեղից է գալիս, այնտեղ մարդիկ կան, որ ասում են, բա որ Ռուսաստանից էր գալիս, ռուսները մեր թշնամին չեն, ինչի։ Նայեք, այս ամեն ինչը գալիս է նախ իշխանությունների արած PR-ից, սա դրա արդյունքն է, եւ զոհերը այն մարդիկ են, ովքեր չունեն կրթություն, ովքեր չունեն դատողության հնարավորություն սեփական։ Նաև այդ մարդկանց մեջ կան մարդիկ, ովքեր չունեն սրբություններ, ովքեր պատրաստ են ուրանալու եւ Արցախը եւ Արցախում զոհված մեր եղբայրների արյունը միայն թե 1 դրամ էժան լցնեն վառելիքը։ Այնտեղ մի անձնավորություն կա, որ ասում է իմ անունը Գագիկ էր հեղափոխությունից առաջ, ես իմ անունը դրեցի Նիկոլ հեղափոխությունից հետո։ Ես ուզում եմ նախկինում Գագիկին, ներկայումս Նիկոլին ասել, որ իր նման անսուրբ մարդկանց պատճառով է մեր երկիրը կործանվում, իր նման նյութապաշտ, իր նման վառելիքը մեր եղբայրների հետ, արյան հետ փոխող մարդկանց պատճառով ենք մենք այսօրին եւ նաեւ ցանկանում եմ մեր հայրենակիցներին ասել, որ ոչ միայն ամոթ է, որ մենք ադրբեջանական վառելիք լցնենք մեր մեքենաների մեջ, ոչ միայն ամոթ է, որ մենք հասել ենք այն իրավիճակին, որ Ադրբեջանից վառելիք գնենք։ Լավ, աշխարհում կա 150-ից ավել պետություն։ Դուք ձեզ հարց չեք տվել, հենց ինչու է Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական վառելիք բերում Երևան, որ վաճառի մեր այն կարող է դա տենց ձեռք հա տալիս մեզ կամ շատ շահավետ է դրի, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր գործողություններով կարծրատիպեր ջարդել, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է բարեկամական հարաբերություններ հաստատել այն պետության հետ, ով մեզ նայել է թշնամի, նայում է թշնամի եւ նայելու է թշնամի։ Նայեք, բարեկամությունը Ադրբեջանի հետ անհնար է, որովհետեւ նրանք նախ եւ առաջ օկուպացրել են մեր սուվերեն տարածքները Հայաստանի Հանրապետության։ Ադրբեջանի հետ բարեկամությունը անհնար է, որովհետեւ մենք հավասարը հավասարին չենք շփվում Ադրբեջանի հետ։
որովհետև Ադրբեջանը օկուպացրել է ամբողջությամբ Արցախը, մեր հայրենակիցներին թողել է անտուն։ Ադրբեջանը 21-րդ դարում իրականացրել է աննախադեպը չունեցող տեռոր մեր Արցախցի հայրենակիցների նկատմամբ, մոտ 1 տարի նրանց մատնելով սովի եւ ենթարկելով տեռորի։ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի հետ միասին փակի տակ է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիները ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, մնացած մեր օրինակ այո, մեր արցախցի հայրենակիցը Վագիֆով շատ վատ վիճակում է գտնվում եւ ում կյանքին մեծ վտանգ է սպառնում, ով Արցախից Կարմիր խաչի մեքենայով տեղափոխվում էր շրջափակման ժամանակ Երևան եւ ում ճանապարհից գողացան եւ տարան Բաքու։ Այսինքն ինչպես կարելի է բարեկամություն հաստատել մի պետության հետ, ով ուղիղ քո թշնամին է, ով դպրոցական երեխաներին, նույնիսկ դպրոցական չէ, մանկապարտեզի երեխաներին, չգիտեմ, սովորացնում է, թե ինչպես պետք է հայ վիզ կտրել, թե ինչպես պետք է հայի դեմ պայքարել։ Այս իրավիճակը ես որոշել եմ համեմատել մեր իրավիճակը, մեր պետություն եւ պետականություն չունենալու ընտրած ճանապարհը օրինակով համեմատել Պաղեստինի հետ։ Դուք օրինակ գիտեք Պաղեստինի եւ Իսրայելի հակամարտությունը ինչպես է սկսվել։ Դուք գիտեք օրինակ ինչպես են պաղեստինցիները թույլ տվել, որ հրեաները ունենան այդտեղ հող։ Հիմա ես շատ կարճ պարզաբանեմ եւ դուք ինքներդ ամեն մեկը ըստ ձեր դատողության բոլորդ էլ հասուն եք, բոլորդ էլ մարդ եք, պատմական փաստերը վերլուծելով ձեզ ցույց տամ, որ մենք ուղիղ գնում ենք Պաղեստինի ճանապարհով, որովհետեւ Պաղեստինը այն շատ քիչ պետություններից, հա, ով կոպիտ ասած ճակերտների մեջ ինքը իր գլխին սարքել է, ինքը իր հողի վրա թույլ է տվել, որ հրեաները ունենան ապրելու միջոց, սակայն այսօր Իսրայելը ճանաչված պետություն է, բայց Պաղեստինը ոչ։ Հիմա դա ոնց է եղել։ 36 թվականին, երբ բրիտանացիները, երբ Պաղեստինը ենթարկվում էր Մեծ Բրիտանիային, նաև բնականաբար մեծ թվով բրիտանացի պաշտոնյաներ եւ մարդիկ, ովքեր պատասխանատու էին տարածաշրջանի համար, Մերձավոր Արևելքի, Պաղեստինցի ժողովրդին Երուսաղեմում եւ պաղեստինցի պաշտոնյաներին գումարով, նայեք ինչ կարեւոր է այս իրավիճակը, գումարով գնել էին, այսինքն հրեական, իսրայելական գումարներով նրանք նախ եւ առաջ գնել էին իսլամական լիգայի 5 պաղեստինցի առաջնորդներին, ովքեր Պաղեստինի ժողովրդի համար պատասխանատու էին եւ մի միջոցառման ժամանակ Մեծ Բրիտանիայի պատասխանատուն, երբ որ հավաքված էին շատ մեծ թվով պաղեստինցիներ, հայտարարում է, որ հրեաները գալու են եւ ապրեն Պաղեստինում, որովհետև նրանք ցեղասպանության զոհ են, որովհետև նրանք հայրենիք չունեն եւ շատ հնարավոր է, որ մուսուլման եւ հրեա եղբայրները ապրեն մի տարածքում, մի հողի վրա, իրար կողքի հող հնձեն, հող վարեն, արաբերենով եւ հրեաերենով, եբրայերենով երաժշտություն հնչի, մշակույթների բարեկամություն եւ ժողովուրդների լինի եւ կոպիտ ասած այդ քողի տակ նավերով հրեաները տասնյակ հազարներով գալիս են Պաղեստին։ Ես ինչ եմ սենց մանրամասն այս ամեն ինչի մասին պատմում, որովհետև մենք մեր օրերում թույլ ենք տալիս այն սխալները, որոնք պատմության մեջ արդեն փաստով ամրագրված են եւ խելացի ժողովուրդները հետեւություն են անում եւ չեն անում այդպես։ Եվ երբ հրեաները գալիս են եւ նրանց հողերը բաժանում են, տալիս են, այսինքն պայմանավորվածությունը այնպես է լինում, որ հրեաները պետքա պրոստը գան այդտեղ ապրեն, այսինքն նրանք պետքա չունենան իրավունք եւ սեփականություն հողերի նկատմամբ, նրանք պետքա գան եւ ապրեն, որպես իրենց տարածք ապրեն համերաշխ պաղեստինցիների հետ եւ Պաղեստինի ղեկավարությունը իհարկե ոչ բոլորը
ամսական $10 միլիոն, $20 միլիոն, $100 միլիոն գումարներ են վերցնում եւ Պաղեստինի հողերը վաճառում են հրյաներին առանց տեղյակ պահելու սեփական ժողովրդին եւ այն պաշտոնյաներին, ովքեր դեմ են, որ իրենց հողերը վաճառվեն։ Եվ մի շատ գեղեցիկ օր եւ պաղեստինցիները հրյաների իրերը օգնում էին նավերից, որպեսի դատարկեն, այդ իրերի մեջ պատահաբար տեսնում են զենքեր, որոնք իրենց մոտ հարց է առաջանում, այդ զենքերը ինչի համար են եկել Պաղեստինի հողի վրա հրյաների հետ։ Եվ աստիճանաբար հրյաները տարածքները արդեն ցանկապատում են, սկսում են վառել պաղեստինցիների հողերը եւ տարածքները, գրավել, արդեն այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ պաղեստինցիները պարտավորվում են վճարել այն հողի համար, որը տասնյակ տարիներ, դարեր իրենց պապական հողն է եւ որի համար իրենք երբեք չեն վճարել եւ գումարով գնելով մի քանի պաղեստինցի պաշտոնյայի Պաղեստինը այսօր չունի պետականություն, Պաղեստինը ունի տասնյակ հազարավոր զոհեր տարբեր տարիների պատերազմների պատճառով եւ այսօր Ադրբեջանը վարում է նույն Իսրայելի քաղաքականությունը եւ նաեւ ասեմ, որ Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին օգնել է Իսրայելը թե իր դիվանագիտությամբ, թե իր զենքերով, թե իր հնարավորին եւ անհնարին բոլոր միջոցներով։ Այսինքն ես այստեղ տեսնում եմ նույն կապը պետականություն եւ պետություն չունենալու եւ նաեւ եթե ուշադիր եք եղել Ադրբեջանը Ալիևը Բայրամովը անընդհատ խոսում են ադրբեջանցի փախստականներից, որ նրանք պետքա գան Սյունիք, նրանք պետքա գան Երևան, վախում եք Նիկոլը դա էլ չկազմակերպի թուրքերի համար, միանշանակ կազմակերպելու է, գալու են, եթե այսպես շարունակվի։ Եվ Պաղեստինի եւ հրյաների 36 թվականի օրինակով նախ եւ առաջ ինչ որ կեղծ փաստաթղթերի հիման վրա նրանց հողերատրվելու, հետո նրանք զենքի միջոցով սյունեցիներին, երևանցիներին, սևանցիներին սպառնալու են, հետո մենք աստիճանաբար կորցնելու ենք պետականությունը եւ հետո մեզ մեղադրելու ենք, թե ոնց եղավ, որ մենք չունենք պետություն եւ պետականություն։ Այ Նիկոլ Փաշինյանը օրինակ միութենական պետություն մտնելու սուտ թեզերի քողի տակ ադրբեջանցիներին Պաղեստինի 36 թվականի եւ հրյաների օրինակով ցանկանում է բերել եւ բնակեցնել Երևանում։ Նիկոլ Փաշինյանը Վեհարանի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ սկսած արշավը ուղղորդված ադրբեջանցիների կողմից տանում է առաջ եւ արդեն մի քանի օր առաջ մենք տեսանք, որ նրանք արդեն հասել են Վեհարանի դռներին։ Մենք դրանից խոսել ենք, այնտեղ այնպիսի մասա չկար, որը վեհ կրոնական, ինչ որ գաղափարական, ինչ որ գաղափարների կրողներ էին եւ վեհապարից էին դժգոհում, լկտի ժողովուրդ հարբած ցածր կրթական ցենզ ունեցող Վեհարանի տարածքում հայհոյող լկտի պահվածք դրսևորող 250-300 հոգանոց մի խումբ նիկոլականների, ովքեր աչքի չեն ընկել ոչ կրոնասիրությամբ, ոչ քրիստոնեասիրությամբ, ոչ եկեղեցասիրությամբ, ոչ էլ մինչև այժմ ես նրանց տեսել եմ եկեղեցի գնալուց։ Վառ օրինակ այն է, որ անցած Կիրակի Նիկոլ Փաշինյանը չգտավ մի տեղ, որ կարող է գնալ պատարակի եւ զեղչել մեր վեհապարի անունը, չգնաց եւ նաեւ նրա հետևից գնացող այդ ճակերտների մեջ ժողովուրդը, ով պահանջում է վեհապարի հրաժարականը, նույնպես չգնաց պատարակի, նույնպես այդ խմբով էլի միտեղ չգնացին, եւ սա վառ ապացույցն է, որ նրանք ոչ ցանկանում են արդարություն վերականգնել, ոչ ցանկանում են եկեղեցու խնդիրները ուղղել։ Նրանք ունեն մեկ նպատակ՝ վերացնել հայ ժողովրդի եւ հայ ազգի միշտ համախմբող հայ ժողովրդի եւ հայ ազգի հենարան հանդիսացող եկեղեցին, կրոնը։ Դարեր շարունակ չի հաջողվել ոչ մեկի մեզ կրոնափոխ անել։ Այո, մենք դարեր շարունակ չենք ունեցել պետականություն, ունեցել ենք տարածքային կորուստներ, կրել ենք ծանր պարտություններ, ունեցել ենք պատմության մեջ բազմաթիվ դավաճաններ, բայց երբեք ոչ ոքի չի հաջողվել վերացնել մեր կրոնը։ Եվ ես կարող եմ անպագորգոր հայտարարություն անեմ, բայց վստահ եմ մեր ժողովրդի եկեղեցասիրության եւ իրենց կրոնը սիրելու վրա,
Եվ վստահ եմ, որ մենք թույլ չենք տա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերջնականապես վերացնի հայ ժողովրդին եւ հայոց պետականությունն ու կրոնը։ Եվ նաեւ կցանկանամ խոսել Նիկոլ Փաշինյանի զառանցանքներից, ով նորից մեր վեհապարի դեմ արշավը թարմացնում է, հորդորում է բոլոր եկեղեցիներին վեհապար հայրապետի անունը զեղչել պատարագի այն հատվածից, որտեղ օրենքով պետք է նշվի նրա անունը, եւ ի հակադարձում Նիկոլ Փաշինյանի եւ մնացած այդ անհավատ ժողովրդի, ես պետք է ասեմ, որ օրինակ նայեք, մենք Կճոյանին համարում ենք տիրադավ, բայց մինչև վեհարանից նրան չզրկեցին իր զբաղեցրած եկեղեցական պաշտոնից, օրինակ բոլոր եկեղեցիներում պատարագից հետո, երբ վեհապար հայրապետի մասն է գալիս, նաև Արարատյան թեմի առաջնորդի անունն է նշվում դրանից հետո եւ Կճոյանի անունը բոլոր եկեղեցիներում նշվել է, այսինքն նայեք, այդ եկեղեցիներում բոլոր մարդիկ, ովքեր վեհապար հայրապետի անունը պատարագի ժամանակ հնչեցնում էին, կողմ չէին Արարատյան թեմի նախկին առաջնորդի պահվածքին, սակայն եկեղեցական օրենքով նրանք ինքնագլուխ Կճոյանի անունը չէին կարող զեղչել, որովհետև դա եկեղեցական օրենքներին դեմ է։ Այ տարբերությունը դա է իրական հավատավոր եկեղեցականի եւ Նիկոլ Փաշինյանին վաճառված տիրադավների, ովքեր իրենց վերապահում են, որպեսի վեհապար հայրապետի անունը զեղչեն պատարագների մեջից։ Դա ուղիղ մեր կրոնի դեմ տարվող գործողություն է, ինքնագլուխ մեր դարեր ի վեր եկած եկեղեցական ավանդույթներին դեմ գործողություն է, որը եւ պատժվելու է Աստծո կողմից եւ քննադատության է արժանանալու մինչեւ վերջ հայ հավատավոր ժողովրդի կողմից, որովհետեւ նմանատիպ գործողությունները եւ քայլերը չեն մնում անհետևանք եւ անպատասխան։ Եվ ես ցանկանում եմ մեր հայրենակիցներին հորդորել, խնդրել, որպեսզի նրանք զգոն լինեն Նիկոլ Փաշինյանի ցանկացած կոչի եւ ցանկացած եկեղեցու դեմ արշավի դեպքում կանգնելու վեհապար հայրապետի եւ մեր վեհարանի կողքին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն անձնավորությունն է, որ ոչ նայելու է աստվածաշնչյան պատվիրաններին, ոչ նայելու է մեր դարավոր քրիստոնեական կրոնական օրենքներին, մտնելու է եկեղեցի եւ անելու է այն ինչ ուզում է, որպեսի հասնի իր նպատակին։ Իսկ դա հնարավոր է միայն թույլ չտալ մեր միասնականությամբ, մեր իրար կողք կանգնելով, մեր ընդդիմադիրների մեջ եղած բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելով, միասնական մեկ բռունցք կազմելով, կանգնելով վեհապարի եւ վեհարանի կողքին։ Այսքանը եկեղեցու, վեհարանի եւ Նիկոլ Փաշինյանի արշավի եւ վեհապարի մասին, նաեւ ինչպես ամեն հաղորդման ժամանակ կցանկանամ մեր սրբազաններին բոլոր, ովքեր գտնվում են անազատության մեջ, ուժ եւ կորով մաղթել, որովհետեւ նրանք անարդարացի են փակի տակ, որովհետեւ նրանք փակի տակ են նրա համար, որ մնացած տիրադավների նման չեն վաճառվել Նիկոլին եւ մնացել են վեհապար հայրապետին նվիրված, չեն դավաճանել եկեղեցական իրենց տված երթումները, չեն դավաճանել իրենց ծառայությունը դեպի եկեղեցի, դեպի Աստված եւ դեպի վեհապար հայրապետ, դրա համար նրանք հիմա ենթարկվում են կտանքների եւ Աստվածաշնչում բազմաթիվ օրինակներ եւ պատումներ կան, որ նմանատիպ դեպքեր տարբեր ժամանակներում եղել են եւ միանշանակ Աստված կանգնում է այն մարդկանց կողքին եւ օգնում է այն եկեղեցական սպասավորներին, ովքեր չեն վաճառվում, ովքեր չեն դավաճանում իրենց կրոնը եւ այն ծառայությունը, որը ամբողջ կյանքի համար է։ Իսկ ինչ վերաբերվում է այդ 10 տիրադավներին, որոնք այլևս իմ համար ոչ սրբազաններ են, ոչ եպիսկոպոսներ են, ոչ արքեպիսկոպոսներ են, նրանք ուղիղ ստանալու են իրենց դատաստանը
Աստծուց, որովհետև մի դատիր, որ չդատվես։ Մենք ոչ դատավոր ենք, ոչ էլ դատելու ենք, ցանկացած մարդու դատելու է Աստված իր արած քայլերի եւ գործողությունների համար, եւ ես վստահ եմ, որ անպատիժ չեն մնալու այդ սրբապիղծների գործողությունները եւ քայլերը։ Շարունակենք այս տիրադավների թեման անցնենք օրինակ Գեղամ Նազարյանին, ով մեր հրաշալի զոհված Աբգարի հայրն է։ Ես նայեք երկու տարբեր մարդիկ, մի անձնավորություն Աբգարը, ով կյանքը չխնայելով զոհվել է հայրենիքի համար, եւ մյուս անձնավորությունը եւ թող ինձնից մենք ճանաչում ենք իրար, ես եւ Նազարյան Գեղամը, բազմաթիվ անգամներ իրար հետ շփվել ենք, խոսել ենք, այ ինչպես եթերով եւ հեռուստատեսությամբ, այնպես էլ ինձ Գեղամ Նազարյանը օրինակ Նիկոլին անեծքներ էր տալիս, Նիկոլին մեղադրում էր իր որդուն սպանելու մեջ, չէր դե դուք տեսել եք նրա հանրային կարծիքը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի եւ երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Հիմա այս անձնավորությունը հայտ է ներկայացրել 2026 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով падգամավոր դառնալու համար։ Ես ուղիղ եթերով ոչ մի վիրավորանք չեմ տա Գեղամ Նազարյանին, ես վիրավորանքները կթողնեմ ձեզ, որպեսզի դուք կամ վիրավորանքները չէ, ես չեմ էլ մարդկանց ուղղորդում, որ վիրավորեն տալ այս անձնավորության եւ այս անձնավորության նման մարդկանց որակումը, թե ինչ են սրանք, այս մարդիկ, մարդ, ով կկանգնի հրապարակում տասնյակ հազարավոր ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացիների առաջ, Նիկոլ Փաշինյանին կմեղադրի իր որդու սպանության մեջ, կդառնա падգամավոր, հետո կգնա Նիկոլ Փաշինյանի կողմ ու կասի Նիկոլից ինչ եք ուզում, այդ մարդը ինչ մեղք ունի։ Այդ հասկանում եք, այս մարդկանց, այս դավաճանների պատճառով է, որ մենք միևնույն է հետընթաց ենք ապրում, գլորվում ենք անդունդը։ Դրա համար սիրելի քաղաքացիներ, որ ընտրություն կատարելուց պետքա մտածեք ում եք ընտրում, օրինակ Գեղամ Նազարյանը չնայած ոնց մտածեք, եթե այդ մարդը ուղիղ ձեզ խաբում ու ասում էր, որ ինքը Նիկոլ Փաշինյանի դեմ է պայքարում։ Այն նմանատիպ քաղաքական գործիչներին պետքա նրանց քաղաքական կարիերան թաղել, որպեսզի նրանք այլևս հնարավորություն չունենան մարդկանց նմանատիպ ստոր ու կեղծ միջոցով խաբելու, սեփական որդու արյունը շահարկելու, որպեսզի դառնաս падգամավոր ընդդիմադիր, որպեսզի հետո գնաս իշխանական թևի ծառան դառնաս։ Ես նմանատիպ մարդկանց չեմ կարող բարևել, չեմ կարող հիշել եւ չխոսել նրանցից, չասել նրանց, ցույց չտալ նրանց արածը, հիշելով, եթե ես նրանց հետ ինչ-որ տեղ ինչ-որ բան եմ խոսել կամ մոտիկ եմ եղել, որովհետև նման մարդիկ անսկզբունք են, վաղն էլ Նիկոլին են դավաճանելու, Նիկոլն էլ իրանց է դավաճանելու միշտ ոնց որ անում է եւ արժանին միշտ գտնում է, եւ եթե նմանատիպ падգամավորներ կան ընդդիմությունից գնում են նիկոլական են դառնում, դա շատ լավ է, որովհետև մենք ինքնամաքրվում ենք։ Եվ նաեւ Գեղամ Նազարյանի մեկ այլ գոհարի մասին կցանկանամ խոսալ մտքի, ով ասում է մի քանի օր առաջ իր Facebook-յան էջում գրել էր մարզերի բնակիչներ, ինչ եք ուզում Երևան քաղաքից, ինչ եք ման գալիս, որ չեք գտնում։ Սա падգամավորի ասած բան է, մի կողմ թողնենք, որ նա զոհված Աբգարի հայրն է։ Այսինքն քեզ ինչ, դու պետքա որոշես, թե մարզերից մարդիկ Երևան գան կամ Երևանից մարդիկ մարզեր գնան, այսինքն դու փոխանակ Տիգրան Ավինյանին մեղադրես, որ չի կարողանում ապահովել երթևեկությունը մայրաքաղաքում, որ պրոպկաներ, խցանումներ չլինեն, դու մարզերից եկած մարդկանց ես մեղադրում, այսինքն Տիգրան Ավինյանի հորպես ես մտածում, էլի լավա չես ասել օպելով համբալներ, ինչ գործ ունեք մայրաքաղաքում։ Այդ քո նման մարդկանց պետքա կլինի Նիկոլ Փաշինյանի ցուցակով թե ցուցակով մեկ ձայն չտայց ժողովուրդը, որ ձեր նմանները չհայտնվեն ամենաբարձր ամբիոններում, մի հատ էլ չքննադատեն, նախ չծախվեն գնան դառնան նիկոլական, հետո էլ չքննադատեն հասարակ ժողովրդին, ով ամանորյա երուզերի մեջ իրենց գործերն են անում։ Տո քեզ ինչ մարզից ով ուրեք է ինչ անում, այդ տղա, դե արյուն մի ասա։ Նաև
այդ վեհապարին Նիկոլ Փաշինյանը այս թեման անցանք, որ քննադատում է, որ ասում է եկեղեցիները, բան, չէ, ինչից սկսվեց այս խոսակցությունը, ճուլաններ են դարձել, ես պետք է ասեմ, որ վեհապար Հայրապետի անմիջական աջակցությամբ այս օրերին տարբեր երկրներում, որտեղ մենք ունենք եկեղեցիներ, որտեղ մենք ունենք այնպիսի օրինակ Իրաքի թեմի առաջնորդի գլխավորությամբ Իրաքի վարչապետի հետ միասին վերանորոգվեց Բաղդադում գտնվող մեր եկեղեցին, որը անմիջական կապ ունի վեհապար Հայրապետի հետ, ով միակ նախաձեռնողը նա է եղել այդ վերանորոգման եւ ոչ միայն Իրաքի, այլև շատ ու շատ տարբեր եկեղեցիներ այս օրերին վերանորոգվում են, իրանց բնականon աշխատանքն են տանում առաջ, տեղի հավատավոր ժողովրդի խնդիրներով եւ հարցերով են զբաղվում եւ ուզում եմ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի իրականացրած արշավը եկեղեցու դեմ բացառապես հետապնդում է քաղաքական շահ, չունի աղերս քրիստոնեության եկեղեցին մաքրելու եւ վեհապար Հայրապետին մեղադրելու մեջ։ Եվ ես բազմիցս ասել եմ, եթե օրինակ Միքայել Աջապահյանի գլխին սարքում եք, որ նա ինչ որ կոչեր է արել Նիկոլ Փաշինյանի եւ եկեղեցու դեմ բռնության, եթե Բագրատ Սրբազանի դեմ տերորի գործեր եք կարում եւ ասում, որ նա տերոր է պլանավորել, եթե Արշակ Սրբազանի դեմ կեղծ տեսանյութ եք սարքում, վեհապարին էլ վերագրում եք, որ երեխա ունի, եթե նույնիսկ Նիկոլ լսում ես, այդ բոլորը իրական լինի, այդ բոլորը վերցրած քո գործած մեղքերի դեմ ոչ մի բան են, որովհետև եթե օրինակ մեղադրում են վեհապարին երեխա ունենալու մեջ, դու 5000 տղու կյանքից ես զրկել ես, դու մարդկանց ասել ես գնացեք կռվեք Արցախի համար, սպանել ես այդ տղերքին, հետո ասել ես, որ Արցախը մերը չի, բայց այդ դեպքում չէիր ուղարկում Արցախ կռվելու այդ մարդկանց, բայց այդ դեպքում Հայաստանից ինչի օգնություն չէիր ուղարկում մեր արցախցի եղբայրներին, երբ շրջափակման մեջ էին, բայց դու մարդը սպան ես, 5000 տղու գլուխ ես կերել, դու նաև քո հարցազրույցներից մեկի ժամանակ ասել ես, մեկ մարդ սպանողը, մարդասպանը 5000 1000-ից ավել մարդ սպանողը ականավոր հրամանատար է։ Այ դու ինչ ասել ես անում ես։ Դու սրբություններ չունեցող մարդ ես։ Եվ նաև կցանկանամ ամենավերջում անդրադառնալ Բայրամովի հայտարարություններին, ով ասել է, եթե Ադրբեջանի շահերից բխի կգնամ Երևան, կգնամ Հայաստան, այսինքն ուղիղ մարդիկ ուղիղ արդեն նաև Էրդողանը եւ Էրդողանամետ լրատվականները թուրքական վեհապար են ընտրում մեզ համար արդեն ամենայն հայոց կաթողիկոս են ընտրում հասկանում եք սա աբսուրդ է սա Նիկոլ Փաշինյանի ուղիղ գործակալ լինելու մասին է խոսում ադրբեջանա-թուրքական գործակալ լինելու մասին է խոսում ով արդեն վառելիք բենզինը Ադրբեջանից բերում Երևանում վաճառելու հասկանում եք մենք ուղիղ լցնում ենք այն պետության բյուջեն ով մեզ կոտորել է ով մեր եղբայրների վիզը կտրել է ով տարեց մարդու եւ երիտասարդ մարդու Արցախի դրոշը կապել է իրանց վրա ու գնդակահարել է այդ մարդկանց մենք իրանց բյուջեն մեր գումարներով լցնում ենք, որպեսզի մեզ հետո սպանեն եւ մեր դեմ պատերազմ անեն։ Եվ սրա միակ պատասխանատուն մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ով իր արած ցանկացած հանցագործության համար պետքա պատասխան տա իրական հայ ժողովրդի առաջ։ Եվ ես ամաչում եմ մեր բոլոր այն հայրենակիցների համար եւ փոխարեն Չնայած նրանք շատ չէին, բայց կան, ովքեր ասում էին, որ ինչ անենք, բենզինա լցնում ենք, դե հիմա քուր ջան, ես էժան վառելիք եմ լցնում, ես տենց բաների մեջ չկա, այսինքն ինչ բաների մեջ չկաս, որ բաների մեջ չկաս, այսինքն հայ լինելու մեջ չկաք դուք, բա ինչ գործ ունեք Հայաստանի Հանրապետությունում ու Երևանում, որ ապրում եք, վերցրեք ձեր կանանց, երեխաներին, ձեր մեքենաները, գնացեք Բաքվում ապրեք, այնտեղի վառելիքն էլ լցրեք։ Եվ նաև Խաչատուր Սուքիասյանից անպայման ամենավերջում հաղորդման պետքա խոսեմ, որ գնում եք կենտրոնների բենզալցականները օրինակ քանդում եք։
Ես ինֆորմացիա ունեմ Խաչատուր Սուքյասյանից եւ ասում եմ, որ ինքը անօրինական, խոսում էի դրանից, որ այդ իր գուլֆ բենզալցականները, որ կառուցել է, չեմ հիշում այն անձնավորության անունը, ով օրեր առաջ Facebook-ում գրառում էր կատարել, որ Տիգրան Ավինյանին դիմում է գրել եւ ի պատասխան հաստատվել է այդ դիմումի, որ այդ բենզալցականները չունեն թույլտվություններ։ Հիմա Տիգրան Ավինյան դիմում եմ քեզ։ Այդ Խաչատուր Սուքյասյանը իշխանական օլիգարխ ու բիզնեսմեն է եւ Նիկոլի հետ Ադրբեջանից բենզին է բերում Հայաստան, դրա համար չեք կարող գնաք այդ գուլֆերը քանդեք, հա։ Ուր է թույլտվությունները, եթե կա, ուղիղ եթերով պահանջում եմ հիմա, հրապարակեք թույլտվության այդ շին թույլտվության թղթերը, որով Խաչատուր Սուքյասյանը իրավունք ունի այդ տարածքներում սարքել բենզալցակայաններ եւ քիչ է բերել եւ ադրբեջանական բենզին վաճառել։ Ես ոչ միայն Խաչատուր Սուքյասյանի, կլինի Սամվել Ալեքսյանը, թե Պողոս Պողոսյանը, բոլոր այն մարդիկ, ովքեր վաճառում են ադրբեջանական բենզին եւ այն խնդիրները, որոնք կան քաղաքապետարանի հետ, որ իրանք թույլտվություն չունեն, բայց այդ տարածքում ունեն բենզալցականներ, եթե արդարեք ժողովրդի հետ, եթե իրականում օրենք պահպանող եք, եթե ձեր օլիգարխների հետևը պահող չեք, հենց այսօր հրապարակեք այն շին թույլտվությունները, որոնք կփաստեն, որ Խաչատուր Սուքյասյանը եւ մնացածը իրավունք ունեն այդ տարածքներում ունենալու բենզալցականներ։ Եթե չեք հրապարակելու, ուրեմն այս խոսակցությունները այնքան պետքա շարունակվեն, ակցիաներ պետքա լինեն այդ ամենի դեմ, մինչեւ այդ բենզալցականները փակվեն կամ ունենան շին թույլտվություն։ Վստահ եմ, կարճ ժամանակում չեք կարող շին թույլտվություններ կեղծեք եւ տակ, պետքա կամ հերքեք, որ այդ տարածքները ապօրինի են սարքած եւ շին թույլտվությունները հրապարակեք, կամ պետքա այդ տարածքներով զբաղվեք, ինչպես հասարակ մարդկանց բենզալցականները կենտրոնում, Կոմիտասում, Քոչարի վրա գնացիք ու տրակտորներով քանդեցիք։ Այդ տենց էլ պետքա գնաք Խաչատուր Սուքյասյանի բենզալցականները քանդեք, որովհետեւ ըստ ինֆորմացիայի եւ ըստ Տիգրան Ավինյան ձեր տված պատասխանի այն դիմումին, որը քաղաքական ակտիվիստ ուղարկել է ձեզ, Խաչատուր Սուքյասյանը չունի եւ այն ընկերությունները, որոնք իր հետ փոխկապակցված են եւ սարքել են այս բենզալցականները, չունեն շին թույլտվություն։ Զբաղվեք այդ հարցով եւ քանդեք այդ բենզալցակայանները։ Նաեւ գերիների հարցի հետ կապված, որի շնորհակալություն էինք հայտնում Ալիևին եւ արդեն մեղադրական վճիռներն են հրապարակվում, ըստ էության բոլորին հիմա ազատազրկում։ Խնդրեմ Եզրափակիչ խոսքով հանդես են եկել մեր նախագահները, զինվորականությունը, չընդունելով այն կեղծ շինծու մեղադրանքները, որով իրենց այսօր։ Բայց Արայք Հարությունյանն ընդունել է, չէ՞, ես ինչքան գիտեմ։ Ուրեմն նախ եւ առաջ ես հպարտանում եմ մեր Արցախի նախագահներով, Ռուբեն Վարդանյանով եւ բոլոր այն ռազմաքաղաքական ղեկավարներով, ովքեր գտնվում են Բաքվում եւ այդ կտանքների, տանջանքների, ցմահ ազատազրկման սպառնալիքի տակ իրանք Արցախի էջը չեն փակում այսօր։ Իրանք չեն համարում, որ իրանք գործել են հանցագործություն, իրանք չեն համարում, որ մեղավոր են։ Արայք Հարությունյանը հետևել եմ եւ մի քանի դրվագներով տարբեր բաներ խոստովանել է։ Իհարկե Արայք Հարությունյանը նույնպես գտնվում է գերության մեջ եւ ես ավել բան չեմ թույլ տա, սակայն Արայք Հարությունյանին հորդորում եմ, որ նա օրինակ վերցնի մեր նախագահներից Արցախի մնացած եւ այն ռազմաքաղաքական ղեկավարներից, ովքեր իրանց տղամարդու պես են պահում, լինելով նույնիսկ Բաքվում։ Եվ կցանկանամ ասել, որ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների պատճառը ամենա մեղավոր անձնավորությունում պատճառով նրանք հայտնվել են Բաքվում, դա Նիկոլ Փաշինյանն է։ Եվ այդ ոնց եղավ, որ Սամվել Բաբայանները եւ մնացած ովքեր պետքա գային եւ Նիկոլ Փաշինյանի PR էստեղ անեին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալների միջոցով անխափան լքեցին, պարիկ դնելով Արցախը, իսկ այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ գործով չէին եւ ովքեր պայքարում էին Արցախի ինքնության եւ անկախության համար, իրանք հիմա գտնվում են Բաքվում։ Այս ամեն ինչի համար էլ համ Ալիևը Այո, դա խայտարակություն է, դրանք թուրք են, դրանք չեն կարող հայ լինեն։
Դրանք այդ խզմալյան, մզմալյան, բան, դրանք Եվրոպայից ֆինանսավորվող, Թուրքիայից ֆինանսավորվող տականքներ են, ովքեր Նիկոլ Փաշինյանի նման պետքա պատասխանատվություն կրեն, երբ Նիկոլ Փաշինյանի պատասխան տալու ժամանակը գա։ Ես մենակ մի բան կարամ մաղթեմ մեր Բաքվում գտնվող իմ հայրենակիցներին, նրանք պետքա ունենան կամք, պետքա աղոթեն առ Աստված, որպեսզի ուժեղ լինեն, ամուր լինեն, միջև այս հարցը լուծվի, որովհետև այլ բան հնարավոր չէ անել, որովհետև մեր ղեկավարությունը ճակերտների մեջ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ալիևից շատ է ուզում, որ դուք մնաք Բաքվում։ Եվ այս անձնավորության գործած հանցագործությունները միանշանակ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։ Եվ ես նաև կցանկանամ Սամվել Բաբայանին եւ այդ Խզմալյանին ասել, որ դուք հայ չեք, դուք Արցախում գտնվող Ռուբեն Վարդանյանի դեմ, ով միշտ Արցախին օգնել է, ով միշտ եկեղեցիա սարքել, ով միշտ ամեն ինչ արել է, որ արցախցին լավ ապրի եւ ոչ միայն Արցախին, այլ Հայաստանի Հանրապետության համար դուք նրա դեմ գործ եք տվել ադրբեջանական լրատվականով։ Դուք Սամվել Բաբայան, նամանավանդ դու Այն մեկն էլ Ուկրաինայի, մեկ Ուկրաինայի, մեկը Ադրբեջանի ազդեցության գործակալ եք եւ այդքան որ գործակալներից եք խոսում, նաեւ պետքա Մարիա Զախարովայի ասեմ, ով փաստացի ասեց, որ եթե գործակալներ եք ման գալիս, Նիկոլ Փաշինյանը մեր ամենաառաջին կլիենտն է, գործակալն է։ Так что պետք չի վեհապարի եղբորը, տարբեր քաղաքական ակտիվիստների եւ այն մարդկանց ում ձայնը լսելի ով շատ հետևորդներ ունենով ուղիղ ձեր երեսին ասում են ինչ անում եք, իրանց սարքեք գործակալ։ Դուք ձեր գործակալ լինելու մասին մտածեք եւ ձեր պատասխան տալու մասին մտածեք, որը շատ հեռու չի այդ օրը ու ժամը։ Շնորհակալ եմ։